Փաշինյան այսօր ամենից բարձր է խոսում արդար ընտրությունների մասին, կհիշեք, թե ինչպես կեսգիշերին գնաց հայտարարեց դեռ բոլոր հաշվարկները բոլոր ընտրատեղամասերում արված չէր, նա հայտարարեց, որ հաղթել է եւ հղում տվեց եվրոպական երկրներին, ասում են այնտեղ արդեն իրենք էլ են այդպես վարվում, նախապես ունեն պատկերը եւ կարող են հայտարարել, ինչպես եւ ես եմ հայտարարում, եւ երեք արդեն ասում էր 100%-ով օրգանիկ քվե է եղել ԿՊ-ին եւ հավելեց, որ իսկ 100%-ով ընդդիմությանը ընտրակաշառքով է բերվել, անգամ լրագրողի հարցը անտեսեց եւ լրագրողը ասաց, իսկ դուք անմեղության կանխավարկածը չեք կարևորում, ոնց եք բոլորին կաշառակեր համարում։ Ես խնդրեի ձեր անդրադարձը մեկ հավելում էլ անեմ եւ կուզեմ լսել, տեսեք, հենց այդ պահին նա հրահանգեց դատավորներին, ընտրակաշառքով ընտրություններին մասնակցածներին բանտ նետել եւ ասաց 2031 թվականին նրանք պիտի բանտում լինեն։ Եվ ասաց, եթե հանկարծ սա չիրականացվի, այդ նույն կաշառակեր դատավորները եւս կդատվեն։ Ես բառացի մեջբերում արեցի։ Դուք կմեկնաբանեք, թե բռնապետերին մեկնաբանելը բարդ է։ Դե նա սկսենք օրգանիկ բառից, օրգանիկ ընտրությունները, այսինքն նա նկատի ունի, որ այդ մարդիկ ընտրելու օրը պարարտանյութով ուտելիք չեն կերել, հա երևի դա, այսինքն որ մասն է իրանց օրգանիկ, մանավանդ որ հիմա Հայաստանում շատ պարարտանյութ ենք մենք օգտագործում։ Երկրորդը, երբ երկրի ղեկավարը սպառնում է դատական իշխանությանը, դա նշանակում է, որ այդ երկրում դեմոկրատիա չկա։ Բոլոր դեմոկրատական երկրներում դատական իշխանությունը եւ երկու ուրիշ իշխանության ճյուղերը բաժանված են իրանից, հա, պետք է լինի 3 ճյուղ եւ երկրի ղեկավարը չի կարող կարգադրել դատավորներին, թե նրանք ինչ պետք է անեն, չնայած դուք հիշում եք պարոն Կարապետյանին շատ լավ էլ ժամերի ընթացքում ձերբակալեցին, ժամերի։ Դուք պատկերացրեք Ֆրանսիայում մեր սիրելի մեր ընտրություն գողացած Արցախ հանձնած Մակրոնը ասեր ես կարգադրում եմ, որ Ֆրանսիայի գերագույն դատարանը այսպիսի որոշում կայացնի։ Իրան 5 րոպեում ֆրանսիացիները կհեռացնեին։ Ամբողջ Փարիզը կկանգներ, մինչև նա չհեռանար։ Այսինքն դա բռնապետություն է, ակնհայտ բռնապետություն է եւ ընտրակաշառքի մասին խոսում է մի մարդ, որը մեր պետական բյուջեից փող վերցրեց մեր հաշվին, այդ փողը բաժանեց մարդկանց, որ բաժանեց լավ արեց, բայց նա դա արեց իր ընտրություններից առաջ։ Այսինքն 8 տարի նա չհիշեց, որ մեր ասենք թոշակառուները թոշակների բարձրացման կարիք ունեին։ 8 տարի նա չհիշեց, որ մեր ժողովուրդը բժշկական օգնության կարիք ուներ, նա հիշեց մենակ ընտրություններից առաջ։ Սա էժանագին ընտրակաշառք է եւ նա թող ընտրակաշառքից չխոսա։ Շատ մեծ ողբերգություն է, որ մենք խաբվեցինք եւ այս մարդուն հավատացինք 18 թվին եւ այս մարդը, որը իր կյանքում որևէ բան չի ղեկավարել, միայն իր թերթն է ղեկավարել, ասում են կլաուզաներ ա գրել, չգիտեմ ինչ է արել։ Ոչ էլ ուզում եմ իմանամ, բայց այս մարդը չպետք է դառնար մեր երկրի ղեկավար, նա պատրաստ չէր։ Եվ հիմա գորգորում է։ Իր միակ զենքը այդ գորգորոցներն են, որովհետեւ դա ազդում է երևի որոշ մարդկանց վրա, ինչ որ էմոցիաներ է առաջացնում, դրա համար էլ նա գորգորալուց բացի ուրիշ բան չունի ասել։